Մեջ ավելի կոնկրետ ավելորդ քաղաքական նկարտումներով գործընթացը չբարթացնելու համար այս պահին պատիվ ունեմ խմբակցությունը տեխնացություն չունի։ Սա միակ խնդիրն է, որը մեզ այսպես ասած այս պահին ստորագրել մուտք անելուց կանգնացնում է։ Հայաստան խմբակցությունը Հերթով հարգելի գործընկեր։ Իսկ առաջիկայում դուք պատրաստվում եք արդյոք տեխնացու առաջադրել, թե սպասելու եք Հայաստան։ Ես ասացի, որ այս պահին մենք տեխնացու չունենք, պատրաստ ենք քննարկել տեխնացուի հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, բոլոր։ Եկեք ես չմեկնաբան Հայաստան խմբակցությունը առաջին հերթին մտնում է բոլորի մեջ։ Մեր համար ներողություն եմ խնդրում, ժողովուրդ։ Մեկ, եկեք, եթե թույլ տաք, ես Հայաստան Դաշինքի հայտարարությունները չմեկնաբանեմ, դա իրենց ֆրակցիայի դիրքորոշումն է, որին մենք վերաբերվում ենք հարգանքով։ Այնուամենայնիվ, ես արդեն իսկ նշեցի, որ քանի որ հանրապետականը բազմիցս հայտարարել է, որ այս գործընթացը մեր համար իշխանափոխության ամենահավանական տարբերակն է, իսկ մենք հայտարարել ենք, որ մեր առաջնահերթությունն է իշխանափոխությունը, այլ ոչ թե իշխանության հասնելը, իշխանափոխությունը։ Դրա համար ավելի պարզ, ավելի հեշտ այս գործընթացը իրականացնելու համար մենք պատրաստ ենք նմանօրինակ քննարկումների ցանկացած շահագրգիռ կողմի հետ։ Ամեն դեպքում Հայաստան խմբակցությունը փորձել եք իհարկե ինքնատիպ պատգամավորել, բայց այս ստորագրություններից առաջ փորձել եք նրա հետ խոսել, գուցե ինքն էլ միանալ այս ստորագրություններին։ Ես վստահ եմ, որ Իշխան Զաքարյանը ինքը կարող է հայտնել իր կարծիքը որպես անկախ պատգամավոր։ Իշխան Զաքարյանը չի հանդիսանում, պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր, դա կարծում եմ նորություն չի։ Ավելին ասեմ, պատիվ ունեմ նախընտրական ցուցակում, պարոն Զաքարյանը ներառված էր ոչ Հայաստանի Հանրապետական կուսակցության կվոտայով։ Եթե ուշադիր եք եղել, իսկ վստահ եմ, որ ուշադիր եք եղել, ինչպես եւ միշտ նախագահ Սարգսյանի հայտարարություններին, ապրիլի 24-ին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Հանրապետականը ունի ծրագիր, այդ թվում նաեւ բնականաբար կարևորագույն բաղադրիչը փողոցային գործողությունների եւ փողոցային պայքարի եւ դրա մասին հավելյալ որևէ տեղեկություն այս պահին ես չեմ կարող տալ գործընթացի շահերից ելնելով։ Այս ծրագրի ես հատուկ երկու հարցի կպատասխանեմ, պարոն Գերակոսյան։ Այս ծրագրի նախաձեռնողները մեզ դիմաց քաղաքացիներն են։ Սա կապ չունի Սերժ Սարգսյանի։ Ես ասացի, որ այս ծրագրի նախաձեռնողները մեզ դիմաց քաղաքացիներն են։ Պարոն Գերակոսյանը կռիվ կանի, լսում եմ։ Պարոն Ամիջանյան, ինչպես եք ձեր ծրագիրը իրականացնելու իշխանապողությամբ, փորձելու եք Նիկոլ Փաշինյանին մերժել այնպես, ինչպես 7 տարի առաջ Սերժ Սարգսյանին եւ ձեր կուսակցությանն էին մերժում։ Պարոն Գերակոսյան, այդպես չենք անելու, որովհետեւ այդ ժամանակ ակնհայտ արկա էին արտաքին ուժեր, որոնք հիմնական շահառուն էին այս գործընթացի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը խաբված էր այդ ժամանակ, այդ մեկ պատճառ, որը տարբերակելու է այդ գործընթացը մեր գործընթացից, որտեղ մեր գործընթացի շահառուն նախաձեռնողը եւ իրականացնողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է լինելու։ Մեկ, երկրորդ վերջնարդյունքի տեսանկյունից մենք կյանքում չենք կարող ներգրավված լինել մի գործընթացում, որը բերեց այն արդյունքներին, որոնց բերեց ձեր նշած իրադարձություն։